Մյուզեյմին ուր է։ Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իրավիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեցին։ Այդպես է թե չէ։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչա, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանց խմբակցության ներսում 2 հոգի վիճում են, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով բանը։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո սենց մամուլով վերնագրեր է գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, տենց նախագիծ են իրանք, մեկ նախագիծը որ բերեն, իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ, էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը ու հանրապետականը, բա որտեվ իրանց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով պոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանց շարքերում է, իրանց մտքերում է, իրանց սրտերում է, ցեղասպանության տենց ուրացողների թոփ 5-ը ու 10-ը հանրապետականի ու դաշնակցության թոփ 5-ն ու 10-ն է որպես այդպեսին, այսինքն ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե իբր այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարկյանական ձևով հետադարձույց չեն Դե ես էլ կարծում ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք կշարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ եթե Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանց ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի այդ տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն, այն ասում է, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավյունով լեցուն էր պարոն Բայդենը, ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է, որպեսի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեղ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանություն։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթություն, ճիշտ է, բացատրեմ, ինչ է նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում Չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների հետ, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Հետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք հարգելի, չէ, մի վարքյան, շարունակում է պնդել, որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի հայոց ցեղասպանության փաստը, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյանը օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանը, չէ, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, ես կներեք, որ ասում են, թե դրա պատճառով լարվեց, սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասում ուղղակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարկյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ, որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Պարոն Ալեքսանյան, ցեղասպանության հետ կապված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղ ունեցել, ինչ զոհերի թվի հաշվարկ եք անում Ով էր անում, ինչն է կասկածի տակ։ Ով ասեց կասկածի տակ, ով է կասկածի տակ։ Եթե ասում է դեռ պետք է հասկանանք ինչ է։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, օրինակ, չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Այս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում, հանկարծ չվերագրեք ինչ որ մեկ։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալմամբ պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ՞ ժողովուրդ ջան։
Ոնց ինչ կապ։ Թուրքիային իշխանություն բերեց դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։ Թուրքիայում Ձեր համար նորություն է դա։ հաճիշտ ասած չգիտեմ։ Դե տեսեք, բա տեսեք, բա հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետքա ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեվ այո, դաշնակցությունը եղել է երիտուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Դա ինչ է տալու, պարոն Ալեքսանյան, երկհարկային դա բացահայտեցիք, դա ինչ է տալու, Ժորժը մեր պատմություն չէ, մեր որ ուզենայինք ասեցնել, վաղուց կասեցնենք, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնել, ով ասում պետք է։ Պարոն Ալեքսանյան, դուք երբ եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ ազգային ժողովի։ Դե հիմա Վարդան Ղուկասյան, իհարկե։ Մարդ ասում է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ մահապործ, բայց չանհանգստանա։ Ոնց չի ասում։ Ասում է, ուղիղ վիդեո։ Հիմա որ միացնեմ։ Ներողություն կխնդրեք։ Դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Քանքի ֆանատը չեք, պարոն Ալեքսանյան, որ ծոցագրպանում։ Ծոցագրպանում հեռախոս եմ պահում։ Հեռախոսում կա նաև հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի search անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կան նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջ։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Իհարկե։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանին թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Դե եւ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, էսի չեք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետքա հետ, բայց 7 տարին ինչ կապ ունի մի ամսվա հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Իվարկյան, հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենա։ Վայ։ Որացած չենք, Վարդանի կագետ չէ։ Դե ժողովուրդ, տնեցեք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ նենց է բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել էիք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ն ներքին հարցում, որից Սալիկ Մինասյանը չլինի առաջին։ Դե ինչ։ Ինչը տեսակ, 17000 ռեկորդային ձայնը տեսակ, տեսակ ով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք Ինչպես ինչպես են հավաքել։ են հավաքվում, ինչպես են հավաքվում։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելով։ Ծերերը մասնակցում։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում են ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել, որ քվեարկեք, ու այդ ծերը ասեց, որ Մարտուն Գրիգորյանին է։ Մամուլում տեղեկություններ կան, որ Բիվարոյի Վիգենի միջոցով ինչ որ ընտրակաշառքի մեխանիզմն է։ Այդ մամուլում չի, սոցցանցերում այդպես տեղեկություններ։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք։ Անդիմադիր ամենա հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր։ Եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար։ Հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է։ Ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին։ Ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշառք է բաժանում, 1000 ներողություն էլի, 1000 ներողություն, այդ կատարյալ աբսուրդ է ուղղակի։ Մի բերեք բան արեք մարդկանց բան գցեք։ Եթե ինչ որ մեկը տենց պնդում է անում մարդ իր դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իր հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Պարոն Ալեքսանյան, համաձայնեք, որ ասենք հիմա ես ասում եմ հրապարակ օրաթերթն է, դե հիմա բա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար դիսկավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Բայց դուք ինչ եք պրոյեկտում։ Դե բայ դե ասում եք դժվար է ապացուցել, ասում թող ինչ որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշառք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան, ասում են։
փող կֆրա, մեզին այնպես մարդիկ են մյուսները չունեն, հիմա ասենք միս տեխնացիները Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշարք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշարք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են, իրանց այնենց մարդիկ են մեզ պետք, որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան որ իրանց փող տա։ Որ գաղտնալսեն ինչ կգտնեն, որ գաղտնալսեն այդ մարդկանց հասցեին, փող բաժանող մարդկանց հասցեին, մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնեն, ուրիշ բան չեն կարող գտնել։ Միանշանակ եմ ձեզ պնդում, ուրիշ բան չեն կարող գտնել։ Այդ փող բաժանած, ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած, եւ որ իշխանություն չլինի, ինչ փայլակ ջան։ Անկեղծ դուք Գյումրեցի եք, դուք Գյումրուց եք, չէ՞։ Սկանդալային Դե թող լինեն, թող հայտնվեն։ Ես ընդհանրապես դեմ Հա, չեմ։ ես Գյումրեցի եմ։ Դուք Գյումրեցի եք։ Դուք լսել եք որևիցե Գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառքաբաժան։ Չէ։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ ասում։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կան, ենթադրել, որ դրա նախագծում Ենթադրաբար շատ միանշանակ է, երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, ու այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցներ։ եւ նաև իսկ առաջ Չգիտեմ ինչքանով իշխանական, ինչքանով չէ, ինչքան ես եմ։ Տելեգրամյան ալիքը անունի։ Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գրել։ Հա, բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ այն մի հատ ինչ կար, այն որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, այն ինչ էր մեդիա, չէ, ինչ է Մեդիապորտ, այն որ բացարձակ սատերի տեզերքի չեմպիոն էր ուղղակի, հա դե չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահավատ տեղեկատվություններ ա տպում։ որ իշխանական է։ Չէ, որ բացարձակ ճշմարտություններ է սովորաբար տպում։ Զուտ Մեդիապորտը հիշում եք ժողովուրդ ջան, ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում էին Մեդիապորտը։ Դուք հիշում եք ինչ ստեր էր տպվում այնտեղ։ Ու հիմա բան է կանում, թե բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանական էլ լինի, եթե իշխանամերձել լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեին։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեվ իշխանամերձ լրատվականները Մեդիապորտ չեն արտատպել։ Շնորհակալություն։